Մենք անընդհատ խոսում ենք կրթության կարևորությունից, սակայն հարց է ծագում. իսկ ինչ կլինի, եթե մարդը չկրթվի, կամ քիչ կրթվի, ինչպիսին է աշխարհը ցածր մտավոր կարողություններ ունեցող մարդու տեսակետից։ Եվ այստեղ ես նկատի չունեմ իբնե դժվարություններ ունեցող մարդկանց մասին։ Ես խոսում եմ մարդկանց մասին, ովքեր կարող էին սովորել, բայց վատ են սովորել կամ ընդհանրապես չեն սովորել։ Ինչ է պատահում իրենց հետ եւ ինչպես են իրենք տեսնում աշխարհը, եկեք քննարկենք այսօր։ Առաջին եւ կարևոր հատկանիշը, որը բնորոշ է մարդկանց, ովքեր վատ են սովորել, դա պարզությունն է, մտավոր պարզությունը։ Դա պարզամտություն չէ, դա ավելի վատ բան է։ Հիմա ես բացատրեմ, թե ինչումն է հարցը։ Որպեսզի մենք հասկանանք, ինչով է առանձնանում ոչ այնքան զարգացած մտավոր կարողություններ ունեցող մարդու աշխարհայացքը, եկեք հասկանանք, թե ինչն է առանձնացնում իրապես խելացի մարդկանց, որոնք լավ կրթություն են ստացել։ Իրենց կարևորագույն հատկանիշներից մեկը աշխարհի զանազանությունն է եւ բարդությունը։ Իրենք ամեն բան տեսնում են նրբություններով, առանձնահատկություններով, կարողանում են տարբերել երանգներ, հասկանում են երևույթների խորը բնույթը, դրանց օրինաչափությունները, դրանց միջև կապերը։ Եվ դա բերում է նրան, որ իրենք ավելի հետաքրքիր կյանքով են ապրում։ Իրենց համար շատ բան շատ ավելի հասկանալի է։ Շատ բաներում իրենք տեսնում են զարմանալի երևույթներ, որոնք իրենց համար կարող են լինել անգամ անակնկալ, որտեղ իրենք տեսնում են դա, նկատում են, որովհետև գիտեն որտեղ փնտրել եւ ինչ գտնել։ Ի տարբերություն դրան ցածր կրթական մակարդակ ունեցող մարդը ամեն բան տեսնում է շատ պարզ, չափազանց պարզ։ Իր համար չկան երանգներ, չկան տարբերություններ։ Իր համար շատ տարբեր բաները իրար շատ նման կարող են լինել, որտեղ նա ուղղակի չի զգում այդ տարբերությունը, չի տեսնում այդ ամենում խորը շերտեր։ Հիմա, եթե մենք գնանք նորից բարդ մտածող մարդուն, ապա մենք կնկատենք, որ իր համար կա մի հիմնարար խնդիր, որը այդպիսի մարդկանց բնորոշ խնդիր է։ Դա այն է, որ իրենց դժվար է որոշումներ կայացնել։ Եվ իրենց համար դժվար է դատել, որովհետև իրենք հասկանում են, որ երևույթները բարդ են, որ ամեն բան պարզ մի քանի բառով չի բնորոշվում։ Եվ այդ պատճառով իրենք տատանվում են, իրենք դժվարությամբ են կայացնում որոշումներ։ Լավ է դա թե վատ։ Որոշ դեպքերում լավ, որոշ դեպքերում վատ։ Ամեն դեպքում դա իրենց համար դժվարություն է, որ իրենք պետք է գիտակցաբար հաղթահարեն։ Նույն պարագայում մարդիկ, որոնք չունեն բարդ մտածողություն, իրենք շատ հեշտ են որոշումներ կայացնում, որտեղ իրենց համար կա միայն մի չափանիշ, եւ այդ չափանիշը հնչում է այսպես. ինձ դուր է գալիս, թե ոչ, ինձ համար դա հաճելի է, թե ոչ։ Իրենց հիմնական եւ կարևորագույն չափանիշը իրենց զգացական չափանիշն է, թե մի բան իրենց պատկերացմամբ լավ է, թե վատ, ընդ որում այդ լավի վատի բնույթը իրենք չեն կարող բացատրել։ Իրենք չեն կարող ասել, սա լավ է, որովհետև եւ շարունակել այդ միտքը։ Կամ եթե շարունակեն, կասեն ուղակի բառերի անհեթեթ բառերի շարք, որոնք ոչինչ չեն նշանակում եւ ոչ միտեղ չեն տանում։ Եվ դա շատ հաճախ կարող է իրենց օգնել, որովհետև իրենք կարողանում են պարզ որոշումներ կայացնել։ Սակայն լինում են դեպքեր, երբ որ այդ մարդիկ էլ չեն կարողանում հաղթահարել իրականության բարդությունը, իրապես առնչվելով այդ բարդության հետ եւ դժվարություններ ունեն։ Հիմա ես ձեզ ասեմ, որ շատ հաճախ, երբ որ մենք խոսում ենք կրթության կարևորության մասին,
հակադարձում են, թե բա 90-ականներին մարդիկ, որոնք դպրոցներում չէին սովորում, տես ինչ հաջողություններին հասան, իսկ դուք այդպիսի խելոքները ուր եք։ Ասեմ ուր ենք։ Տեսեք, երբ Հայաստանը մտավ այդ կապիտալիզմի ձևավորման առաջին փուլը, հիմնականում այդ փուլում աշխատում են ամենապարզ մեխանիզմները, առևտուր, թալան եւ այլն, նման բաներ, որտեղ մեծ մտավոր կարողություններ պետք չէ, բայց պետք է արագ որոշումներ կայացնել։ Եվ այդպիսի արագ որոշումներ կայացնողների մի զգալի ծավալը մարդկանց ուղղակի դուրս մնացին խաղից, իրենց մասին ոչ ոք չի հիշում։ Բայց դե կային հաջողակներ, որոնց որոշումները հիմնականում իրենց աջակցեցին եւ այդ մարդիկ հասան ինչ-որ հաջողության։ Հիմա այս փուլում, երբ որ արդեն տնտեսությունը բավականին զարգացած է, երբ որ ամենամեծ արժեք ունեն բարդ բիզնեսներ, որտեղ իրագործվում են բարդ գործընթացներ եւ դրանց կառավարումը բարդ է եւ երանգավորված, եւ դու պետք է գործ ունենաս բարձր մտավոր կարողություններ ունեցող մարդկանց հետ, որպես աշխատող, որտեղ միայն դա է բնորոշում քո բիզնեսի իրական արժեքը, թե ինչ մարդիկ են քեզ մոտ աշխատում։ Դու դառնում ես հին նախնադարյան դինոզավր, որը եթե բնականաբար եթե դու չունես բավարար կրթական մակարդակ եւ բացարձակապես չես համապատասխանում այս բարդ տնտեսության պահանջներին, դուրս ես մնում խաղից։ Եվ այնպես չէ, որ այն մարդիկ, ովքեր 90-ականներին վատ համալսարաններին ավարտել կամ ընդհանրապես չէին ավարտել եւ դպրոցներում վատ էին սովորել, այսօր խելացի մարդիկ չեն։ Իրենցից շատերը այս տարիները ծախսեցին ինքնակրթվելու վրա եւ բավականին զարգացած մարդիկ են։ Ես չեմ ուզում հիմա հետին հայացքով իրենց այսօր վերագրել այն կրթական մակարդակը, որ իրենք ունեին, երբ որ երիտասարդ էին։ Շատ բան փոխվել է նաեւ իրենց կյանքում։ Բայց կրկնեմ, որ այսօր, եթե դու ուզում ես լինել համապատասխան այս բարդ իրականությանը, դու պետք է այդ երանգները տեսնես եւ ինչ է լինում, եթե չես տեսնում։ Նորից նայենք աշխարհին այդ պարզ պատկերացումներ ունեցող մարդու հայացքով։ Օրինակ, նա գալիս է եւ ասում է. չեմ կարողանում գիշերը հանգիստ քնել։ Եվ մարդիկ իրենց սկսում են խորհուրդներ տալ, ասում են գիշերը քնելուց առաջ ոտքերը տաք ջրի մեջ դիր, այս դեղը խմիր, այն դեղը խմիր, այս արա, այն արա։ Հիմա այդ մարդը ինչ անի։ Նա չի պատկերացնում, որ վատ քնելը կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ, եւ այդ պատճառները կարող են շատ տարբեր լինել, կարող են լինել ֆիզիկական խնդիրներ, կարող են լինել հոգեբանական կամ հոգեկան խնդիրներ, կարող է լինել սխալ քնելու պայմաններ, ասենք օդը բավարար չէ, աղմուկ է, կարող է լինել նաև ընդհանուր ստրես, որը կա, որը հետապնդում է մարդուն, կարող է լինել տարիքային առանձնահատկություն, թապես ասած տարիքով մարդիկ ավելի դժվար են քնում, բազմաթիվ պատճառներ կարող են լինել։ Բայց այդ մարդու մտավոր կարողությունները չեն թույլ տալիս իրեն զատել այդ բոլոր պատճառները եւ կապել այն առաջարկները, որ իրեն արվում են, այն խնդիրների հետ, որոնք նա կարող է դուրս բերել վերլուծելով, գիտակցելով իր վատ քնելը։ Եվ նա ինչ է անում, հերթով փորձում է տարբեր ձևեր։ Սա փորձեմ, նա փորձեմ, մի ձևով իրեն վնասում է, մյուս դեպքում միգուցե օգնում է, կարող է հասնել հաջողության, կարող է չհասնել։ Բայց երբեք չգիտակցի ինչու հասավ հաջողության, ինչու դա ստացվեց։ Եվ հաջորդ անգամ նույն բանը կփորձի, եւ չի ստացվում, որտեւ մի հաջորդ անգամ պատճառը լրիվ այլ է։ Այդ մարդիկ գտնվում են անընդհատ մտավոր մթության մեջ, կարճատես են, չեն կարողանում զանազանել մանրուքները։ Դա նման է փաստացի կարճատեսության, երբ որ դու չես տեսնում այն դետալները, այն երանգները, մանրամասնությունները, որոնք ունեն առարկաները քո շրջապատում եւ ստիպված ես այսպես կիսակույր փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում եւ ինչ ձեռնարկես։ Դա մտավոր կուրությունն է, մտավոր պարզամտությունն է։ Եվս մի հատկանիշ ունեն մարդիկ, ովքեր լավ չեն սովորել, ինչ վերաբերում իրենց աշխարհայացքին։ Եվ ես հիմա չեմ խոսում իրենց կարողությունների մասին, դա այլ թեմա է, ես խոսում եմ աշխարհայացքի մասին, որը ինչպես իրենք տեսնում աշխարհը։ Եվ այն վերաբերում է նրան, որ մարդիկ, ովքեր չունեն գիտելիքի
ձեռքբերման կարողություն կամ բավարար կարողություն։ Իրենց համար ցանկացած բարդ գիտելիք ցավ է, ֆիզիկական ցավ է ուղեղի համար։ Ցանկացած բան, որ իրենց դժվար է տրվում, նույնն է ինչպես դուք փորձեք ծանր առարկա բարձրացնել, ձեր մկանները սկսում են ցավել։ Այդ նույն ցավն է։ Եվ դա ինչին է բերում, որ երբ որ իրենք ազդակ են ստանում, որի մեջ կա բարդ տեղեկույթ, որի մեջ կա մի բան, որը իրենք չեն կարողանում գիտակցել, չեն կարողանում հասկանալ, իրենք տառապում են։ Ընդ որում շատ հաճախ իրենք չեն հասկանում ինչու են տառապում։ Դա ուղղակի ներքին խոր անհանգստություն է առաջացնում իրենց մոտ։ Հիմա, որպես դուք հասկանաք ինչ հետ է դա համադրելի, պատկերացրեք դուք եկել եք քննության եւ ձեզ թեմա է ընկել, որը դուք չգիտեք կամ վատ եք տիրապետում։ Այդ պահի զգացողությունը վերհիշեք, այդ ներքին տագնապը, որ առաջանում է, որ դու գիտես, որ մի կարևոր պահի առջև ես կանգնած եւ չունես գիտելիք, ոչ միայն չունես գիտելիք, դու չես կարող ոչինչ անել դրա հետ։ Ոնց որ դու չունես այդ բան հնարավորություն գնալ եւ ընթերցել։ Իհարկե մարդ որ եկել է մի ինչ որ առարկայի քննության թեդարական գոնե մի քիչ սովորել է, եթե գիրքը ձեռքը ընկնի կամ ինչ որ ձեռնակ հաստատ կփորձի հասկանալ, հավանաբար կհասկանա։ Սակայն այն մարդիկ, ովքեր չեն ունեցել սովորելու փորձ կամ բավարար լավ սովորելու փորձ, իրենք չեն էլ կարողանա գոնե մոտ ժամանակում կարճաժամկետ առումով առանց երկար վարժանքի այդ հարցին, այդ քննության հարցին պայմանական ընդհանրապես պատասխանել։ Դուք պատկերացնում եք այդ մարդկանց տագնապն ու ցավը։ Եթե դուք նայում եք այս հաղորդումը, հուսամ, որ դուք այդ մարդկանց տեսակին չեք պատկանում եւ այս բոլոր խոսքերը ձեզ համար զուտ զվարճանք են կամ տեսական գիտելիք, բայց ցավոք շատ եւ շատ մարդկանց համար սրանք իրական խնդիրներ են։ Մենք մեր հասարակության մեջ ունենք բազմաթիվ մարդիկ, ովքեր լրիվ այլ կյանք ապրեին, շատ ավելի հարուստ եւ երանգավորված, շատ ավելի հետաքրքիր եւ բովանդակային, եթե ժամանակին լավ կրթություն ստանային։ Իսկ իրենք ապրում են կուրորեն, պարզ կամ պարզեցված աշխարհում, որից իրենք քիչ բան են հասկանում, որում իրենք հիմնականում կայացնում են հուզական որոշումներ, առանց խորանալ, որտեղ խորանալու կարողություն չունեն։ Եվ այդ որոշումների մի զգալի տոկոսը լավ տեղ չի բերում, լավ հետևանքներ չի ունենում, որտեղ տրամաբանական չեն, որտեղ խելացի չեն։ Եվ սա է պատճառը, ինչու մենք կրթության մարդիկ ջանք չենք խնայում, որպեսզի տարածենք եւ համոզենք, որ պետք է լավ սովորել եւ պետք է ունենալ լավ դպրոցներ եւ լավ կրթություն, որպեսզի ուղղակի մարդիկ լինեն երջանիկ։